Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ։ Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ։ Սիրելի բարեկամներ, սա 14 թիվն է, 2014 թիվը։ Եթե ճիշտ եմ հիշում, իսկ ես ճիշտ եմ հիշում, որովհետեւ ես միշտ եմ ճիշտ հիշում, Սերժ Սարգսյանի խմբակցության անդամներից մեկը գիտեք ով էր։ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը։ Կալուգացի օլիգարխի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը։ Բա այն վաղ տենց թղթերով պատառոտման ակցիաներ բան չարեցին Կալուգացի ընտանիքի։ Սերժ Սարգսյանի նկարը ինչի՞ չեք տպել ճղել մեջտեղից, հա։ Չեք կարող ձեր շեֆի նկարը ճղեիք, հա։ Ուժեղ տղերք։ Այդ ժամանակ երևի այդքան ուժեղ չէ։ Այս ինձ թվում է այս նույն տարիներն է, որ Սերժ Սարգսյանի դաչան եւ կաբինետը ռեմոնտ արեցին։ Կալուգացի օլիգարխներ չէ, այն ժամանակ ռեմոնտ արել Սերժ Սարգսյանի աշխատասենյակը։ Իդեպ ես եղել եմ շատ անճաշակ ռեմոնտ են արել։ Դե այլ բան սпасել չէր էլ կարելի, հատկապես այդ մարդկանց դեմքները նայելով։ Դե ինչ, սիրելի գործ։ Հիմա հասկացաք ինձ թվում է թե ով է ադրբեջանցի բերողը եղել Հայաստան, ովքեր են սուսուփուս կամակատարի պես գլուխները կախ լսել ու ծափ տվել Սերժին այդ ժամանակ։ Բարելույս բարեկամներ, երեք Սերժ Սարգսյանի երկու մանկլավիկ ստել է իմ մասին։ Մեկը Սերժի Թաթոյանն է, նախկին մարդու իրավունքների պաշտպան, ով ստել է ասելով, որ ես վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ փորձել եմ իրանից վերցնել մեքենաներ, որովհետև նրա քաղաքական գործունեությունը ինձ դուր չի եկել։ Նա մոռանում է, որ միակ միպն է, որ պաշտոնավարել է մի ամբողջ ժամկետ, ի տարբերություն մինչև իրեն եղած միպերին, որոնց նույն Սերժն ու Ռոբերտը եւ իրենց իշխանությունները պարզապես հեռացնում էին պաշտոններից։ Բայց սա իրենց համար սովորական է ստելը։ Երկրորդը Սերժի աշխատակազմի ղեկավարի տղան Արեգ Կարապետյանն է ստել իմ մասին, ասելով, որ ես ինչ-որ ելույթ եմ ունեցել, որի ժամանակ ասել եմ, որ պետքա ներգաղթ կազմակերպենք ու այդ ներգաղթը ես նկատի եմ ունեցել ադրբեջանցիներին։ Ստախոս Կարապետյանը մանիպուլացրել է իմ ելույթը, որը ես 2 թե 3 տարի առաջ եմ ունեցել որպես ազգային ժողովի պատգամավոր, խոսելով ժողովրդագրության մասին, մեր երկրի բնակչության թվի մասին եւ ասել, որ դա կարեւոր գործոն է, որպեսզի մեր բնակչության թիվը աճի, նկատի ունենալով բազմաթիվ երկրներից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից մոտ 100,000 մարդեր եկել եւ մոտ 50-ը մնացել է, այլ տարբեր երկրներից եւ որոնք որ նաեւ արդյունք են ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, փոփոխություններ են բերում եւ մենք բոլորս միշտ ուրախ ենք եղել տարբեր էթնիկ խմբերի գոյությանը, որտեղ մենք նաև հանդուրժողական ազգ ենք, ու սրանք մանիպուլացնում են ասելով, որ ես նկատի եմ ունեցել ադրբեջանցիների, այ խելապակասներ, բա ուր են այդ ադրբեջանցիները, ինչի չենք մինչև հիմա բերել, սպասում էինք, որ դուք գաք մեզ փրկեք, հա իրանցից, մարդել այսքան խելապակաս լինի եւ ստախոս։ Նիժնի Տապրից ընտրակաշարքով քվեարկության եկողը չի կռվելու այն պատերազմում, որը կլինի, եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության եւ անի այն, ինչ իրենք հայտարարում են, որ անելու են։ Ոչ, Նիժնի Տապրի այդ բնակիչը հետ է գնալու Նիժնի Տապր եւ պատերազմի ժամանակ հերվից հայրենասիրական կենացները խմելու եւ ստատուսները գրելու, մեզ բոլորիս կոչ անելով ավելի ուժեղ կռվել, ավելի շատ արմյակամ լինել, որպեսզի ինքը կարողանա Նիժնի Տապրի փողոցներով գլուխը բարձր եւ հպարտ քայլել։ Իսկ դուք եւ մենք բոլորս, սիրելի ժողովուրդ, այդ պատերազմում կռվելու ենք։ Մենք, մեր հայրերը, եղբայրները, որդիները, հորեղբայրները, հորեղբոր որդիները կռվելու ենք այդ պատերազմում։ Նիժնի Տապրի այդ ընտրակաշարքով ընտրող բնակիչը Նիժնի Տապրում ընտրության իրավունք չունի։ Նա չի կարող ընտրություն կատարել այնտեղ։ Եթե նա փորձի մի փոքրիկ բողոքի ձայն բարձրացնել, օրինակ Նիժնի Տապրի հարկայինի պետի տեղակալի աշխատանքից, դուբինկով այնքան կտան գլխին գլխուղեղի վնասվածք կստանա։ Բայց դուք, սիրելի ժողովուրդ, այդ ընտրության իրավունքը ունեք։ Մենք այդ ընտրության իրավունքը ունենք։ Հետևաբար հունիսի 7-ին իրացրեք այդ իրավունքը եւ պաշտպանեք այդ իրավունքը։ Պաշտպանեք ձեր ընտրելու իրավունքը, պաշտպանեք խաղաղությունը, տեր կանգնեք խաղաղությանը։ Ընտրակաշարք տվողների եւ վերցնողների միջև եւ Հայաստանի Հանրապետության միջև, ձեր պետության միջև, ընտրեք պետությունը, ընտրեք Հայաստանի Հանրապետությունը, ընտրեք խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ընտրեք արդարությունը։
Սիրելի ժողովուրդ, 3 հանրապետության հրապարակում տեղի է ունեցել նախադեպը չունեցող մի սրբապիղծ գործողություն։ Կալուգացի օլիգարխի թիմը իր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի գլխավոր հրապարակում էկրանի վրա միացրել է ադրբեջաներեն խոսք, երգ, երաժշտություն, որը ստեղծված է իրենց հիվանդագին երևակայության կողմից, որը իրականության հետ ոչ մի կապ չունի եւ որի նպատակն է ձեզ ահաբեկելու, որովհետեւ դուք գնաք եւ ընտրեք իրենց։ Հասկանում եք։ Եվ այս մարդիկ մեզ մեղադրում են իբր 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու մեջ, բայց իրենք ստեղծում են կեղծ գոյություն չունեցող ադրբեջաներեն տեսանյութեր եւ դա տեղադրում են իրենց հանրահավաքի ժամանակ ձեզ ահաբեկելու համար ժողովուրդ։ Սա ուղղակի մեծագույն քաղաքական սրբապղծություն է։ Հայաստանը չի ունեցել այսպիսի եղկելի անբարոյական ընդդիմություն, որքան որ այսօր ունի ժողովուրդ։ Եվ պատկերացնում եք ինչ կլինի, եթե հանկարծ այս մարդիկ Հայաստանում իշխանություն զավթեն։ Դուք պատկերացնում եք, իրենք ահաբեկելուց, սպանելուց, թալանելուց բացի ոչ մի բան չգիտեն։ Մարդակերների մի համախումբ, որի նպատակը հերթական անգամ ժողովրդին ստրկացնելու ճորտ դարձնելն է։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մեկ մարդու պես գնացեք ընտրության։ Տեր կանգնեք խաղաղությանը։ Տեղեկացրեք ձեր ընկերներին։ Ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին։ Տեր կանգնեք ազատությանը։ Տեր կանգնեք ինքնիշխանությանը։ Տեր կանգնեք պետությանը։ Ես Կուրս քաղաքից եմ։ Կուրս քաղաքից։ Որքանով է ճիշտ, դուք գաք ընտրություն անեք, օրինակ թողնեք գնաք, իսկ այսօր ապրողները դրա հետևանքները կրեն։ Նարեկ ջան, կներես, իր հետևանքը իշխանի ընտի չի դար կրի։ Ընտի պետք է Սամվելը ազատության մեջ եղնի։ Լսեցիք, ընտրակաշարքով Կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանած այս տեսակը թքած ունի Հայաստանի վրա։ Թքած ունի, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Կարևորը իրենք վերցրել են իրենց ընտրակաշարքը, եկել են Հայաստան, քվեարկելու են Սամոյի օգտին։ Մնացածը իրենց հետաքրքիր չէ, թքած ունեն ամեն ինչի վրա ու թողալու են հետ գնան։ Իսկ դրա արդյունքները քաղելու եք դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իսկ սրանց նմանի դեմ պայքարելու միակ միջոցը հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալը եւ խաղաղությանը տեր կանգնելն է։ Ձեր երկրին, ձեր պետությանը տեր կանգնելն է։ Արագ մի բան ասեմ, ուրեմն Մարտունիում դպրոցներից մեկը վերանորոգելիս հատակի տակից հայտնաբերվել են 1998 թվականին Կարեն Դեմերչյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Եվ այդ մարդիկ այսօր, այդ նույն մարդիկ, ովքեր այդ ժամանակ իշխանության են եղել, այդ նույն մարդիկ այսօր փորձում են վերադառնալ իշխանության եւ բնական է վերադարձնեն այդ նույն բարքերը։ Բացառված է, չեք վերադառնալու։ Սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ, որ բոլորդ էլ տեսել եք այն տեսանյութերը, որ Ռուսաստանից տիպողաբար կամ ընտրակաշարքով հազարավոր քաղաքացիներ են բերվում Հայաստան ընտրություններին մասնակցելու համար։ Ես վստահ եմ, որ դուք տեսել եք երեկվա Կալուգացի Սամոյի հանրահավաքին, նրանցից մեր հայրենակիցներից շատերի խոսք էին մասին, որ իրանք քվեարկելու են գնան ու իրանց հետաքրքիր չի, թե ինչա լինելու հետո։ Իրանց հետաքրքիր չի, որտեվ իրանք հետոյի պտուղները իրանց մաշկի վրա չեն զգալու։ Դա զգալու ենք ես, դա զգալու ես դու, որ ապրում ես Հայաստանում, քո երեխաներն են զգալու դա Հայաստանում ապրելով։ Ու մենք ունենք մի անելիք, թույլ չտալ, որ մեր երկիրը մեզնից գողանա, թույլ չտալ, որ մեր երեխեքի ապագան որոշեն մարդիկ, ովքեր այդ ապագան չեն կիսելու։ Մեր երեխեքի ապագան պիտի որոշենք մենք, որ իրանց հետ ապրելու ենք, մենք, որ կիսելու ենք այս երկրի ամեն դարդը, ամեն ցավը ու Աստված տա գալիք մեծ ուրախությունները։ Խնդրում եմ, արի ընտրություն, քվեարկիր քաղաքացիական պայմանագրի օգտին, որտեղ դրանով դու քվեարկում ես քո օգտին։ Ու խնդրում եմ, տարածիր այս տեսանյութը, տարածիր այնքան միջև որ բոլորը տեսնեն։ Այս տեսանյութը նկարում ենք, որովհետև կարծես նյարդ է Հայաստանում առաջացել երեկվա տեսանյութերից, եւ որ տարբեր մարդիկ, հատկապես Ռուսաստանից, եկածներով գալիս են Հայաստան եւ ասում են, որ գալիս են ընտրեն հատկապես մի տեխնատուի անուն են հիմնականում տալիս կամ բողոքում են ներկա իշխանությունից։ Հիմա նկատեցինք, որ եւ ինձ եւ Տիկին Ղազանին անընդհատ
քաղաքացիները գնում են անհանգստանում են, թե ինչի պետքա տենց լինի, ինչի օրենքը այդպես է, ինչի պետքա դրսում ապրեն եւ մեր տեղը որոշեն, բայց ես կարծում եմ սա պատասխանը նա է լինելու Տիկին Ղազարյան, որ մարդիկ ավելի կոնսոլիդանալու են տեղական ուժերի շուրջ եւ թույլ չեն տալու, որ դրսից որպես խոպան գան Հայաստան, որևէ խոպան չնշանակեն, այո, նշանակեն այստեղ ինչ-որ ղեկավար ու գնան էլի իրենց կյանքով ապրեն։ Եվ շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր Հայաստան այս օրերին կգան, կնկատեն ասֆալտը, դպրոցը, նորակառուցումը։ Իդեպ այսօր մեր գործընկերներից մեկը պատմում էր, որ հանդիպել է մի 6 հոգանոց խմբի, որոնք եկել են որպեսզի քվեարկեն այդ ճանապարհով, բայց մտափոխվել են եւ քվեարկել են մեզ համար, որովհետեւ շրջել են Հայաստանով, մի քանի օր առաջ են եկել եւ շատ գոհ են փոփոխություններից, բարեփոխումներից։ Եվ մենք վստահ ենք, որ բոլորը սիրելի քաղաքացիներ գնալու եք ընտրատեղամասեր եւ վստահաբար տերը կկանգնելու խաղաղությանը։ Վերջացավ։ Հələ մի քանի անուններ հիշեցնեմ։ Գեներալ Մանվել եւ գեներալ Սեյրան, Կոտայքում Գագիկ Ծառուկյան, Լոռիում Սամվել Դարփինյան, Շիրակում Վարդանիկ եւ Մարտունիկ, Սյունիքում Լիսկա, Ավանում Նեմեց Ռուբո, Հայաստանում Սաշիկ եւ որդիներ, Բանանի Միհրան, Չորնի Գագո, Սերժի Վաչո, Տոտաշիրի եղբայր Կարեն Կարապետյան։ Իսկ թվում է այս անունները չեք մոռացել։ 18-ից առաջ մարդիկ տանից դուրս գալուց աղոթում էին, որպեսզի սրանց չհանդիպեն, սրանց ախրանիկներին չհանդիպեն, որևէ տեղ ծնունդ, կնունք, միջոցառման գնալիս սրանց չհանդիպեն, որովհետև երբեմն այդ հանդիպումը ճակատագրական եւ ողբերգական է լինում։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի ուզում վերադառնա 18-ից առաջ եղած բարքերին եւ հետեւաբար 2026-ին գնում ենք ընտրատեղամասեր, գլուխներս բարձր, դուխով քվեարկում ենք 16-ին։ Չփոշիացնեք ձայները։ Սիրելի քաղաքացիներ, մնաց 3 օր ազգային ժողովի ընտրություններին եւ մենք կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին եւ տեր կանգնել խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը եւ մեր երկրին։ Մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ժամանում են արտերկրից մասնակցելու ընտրություններին, ինչի իրավունք ունեն օրենքներով եւ սահմանադրությամբ։ Սակայն նրանցից շատերը լքելու են Հայաստանը հենց հաջորդ օրն իսկ։ Եվ սրա լուծումը միակն է։ Մեր Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիները պետք է իրենց զանգվածային մասնակցությամբ ըստ էության իրենք որոշեն մեր երկրի ապագան եւ ոչ թե մեր այն քաղաքացիներ կամ ոչ միայն մեր այն քաղաքացիներ, որոնք որ հիմնականում չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նաև հիշել, որ նրանցից շատերին ցավոք սրտի կաշառել են, ճնշումներ են գործադրել, որպեսզի նրանք գան եւ ընտրեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից որևէ մեկին, ու դրա մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի խարխլվի այն խաղաղությունը, որը մենք ձեռք ենք բերել, այն պետականության ուժեղացումը, ինքնիշխանությունը, անկախությունը, որը մենք ունենք, եւ հետեւաբար արգելի քաղաքացիներ 2026-ին քվեարկում ենք 16-ին եւ տեր ենք կանգնում խաղաղությանը, ինքնիշխանությանը, պետականությանը եւ անկախությանը։ Խնդրում եմ տարածեք տեսանյութը, որպեսզի մեր քաղաքացիները անպայման մասնակցեն ընտրություններին։ Դուք Հայաստան եք գալիս տարին մեկ անգամ հարազատի գերեզման այցելելու համար, եւս մեկ անգամ հնարավոր է գաք որևէ հարսանիքի մասնակցելու համար։ Դուք չեք ապրում Հայաստանի Հանրապետությունում, չեք վճարում հարկեր, ձեր որդիները չեն ծառայում Հայաստանի Հանրապետության բանակում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ երկրի պաշտպանությանը չեք մասնակցում։ Եվ գալ որպես խոպան Հայաստանի Հանրապետություն ընտրել որևէ կալուգա հաճո իշխանություն եւ թողել գնալ էլի ձեր տեղակայման վայրեր, ձեր հանրապետություն, սա որքանով է արդար Հայաստանում ապրող քաղաքացիների հանդեպ։ Խոսքս չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք մշտապես մասնակցել են ընտրություններին, որոնք մշտապես ապրում են նաև պարբերաբար Հայաստանում։ Խոսքս վերաբերում է Հայաստանի իշխանություն ընտրելուն որպես խոպան վերաբերող քաղաքացիներին, որոնք շահագրգռվում են, գումարի դիմաց գալիս են, այստեղ դրածո են դնում եւ էլի գնում են իրենց համար հանգիստ ապրում են, ինչպես նախորդիվ շրջաններում։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի Հայաստանաբնակ քաղաքացիներ,
խնդրում եմ բոլորդ գնացեք ընտրատեղամաս եւ տեր կանգնեք ձեր իրավունքին ձևավորելու ձեր իշխանությունը։ Ընդդիմադիր ուժերը կամ ասել է թե հավաքական ընդդիմությունը այս ընտրություններին պարտվելու է նաև հետևյալ պատճառով։ Պատճառը թաքնված է իրականում, բայց տասնյակ անգամներ լսել եք սիրելի հայրենակիցներ, թե ինչպես են ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներ ասում. Նիկոլը ձեր վարչապետն է, Նիկոլը մեր վարչապետը չէ։ Այս մարդիկ կամ իսկապես սրտանց չուզեցին հավատալ կամ չպատկերացրին, չհավատացին, որ Նիկոլը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վարչապետն է, նրան չի ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցիչ, բարձրաստիճան պաշտոնյա կամ համակիրների որոշակի խումբ։ Այստեղ է իրենց չհաջողելու գաղտնիքը նաև։ Եվ իհարկե դժվար է հավատալ, որ օրինակ կարելի է առանց պայմանական Մոզամբիկից մարդկանց բերելու ստիպողաբար ընտրություններին մասնակցելու հասնել հաջողության։ Եվ այսպես է Հայաստանի Հանրապետության վարչապետը հասել հաջողության 18 թվականից ի վեր թափանցիկ ընտրությունների արդյունքում եւ հենց այստեղ է սխալվել նաեւ ընդդիմությունը եւ հունիսի 7-ին ասածս հաստատելու ենք եւս մեկ անգամ վերահաստատելու ենք մեր քվեով Այսօր այո շատ դաժան եւ ծանր ճանապարհ եմ անցել եւ շատ դժվար որոշումներ եմ կայացրել, բայց այդ որոշումները կայացրել եմ այդ թվում Ղարաբաղի շարժմանը լիարժեք հավատարիմ լինելով։ Էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ժողովուրդ ոչ մի բան չենք խնայել։ 2018-ից 2023 թվականը միայն Ղարաբաղին տված ուղիղ ֆինանսական աջակցությունը կրկնակի ավել է եղել նախորդող 5 տարիների տված ֆինանսական աջակցությունից։ Մենք դուք ոչ մի բան չեք խնայել։ Ես այդ գաղափարի նվիրված եմ եղել, բայց երբ որ ես տենում եմ, որ այդ ճանապարհով մենք գնում ենք դեպի անդուն, դա առաջնորդի հատկությունն է, այո հաշվի առնելով նաև, որ ասել եմ Արցախը, Հայաստանը եւ Բերդ, ասել եմ, որովհետեւ հավատարիմ եմ եղել այդ գաղափարին, բայց երբ որ տենում եմ այդ ճանապարհը մեզ անդունն է տանում, ես այդքան ուրախ եմ, որ այդքան ուժ եմ ունեցել, եւ որովհետեւ դա հեշտ բան չի, իմացել եմ ինչ են ասելու դրանի պատասխան, բայց ես հանուն եմ ցերեկի, Այսօր մենք ունենք խաղաղություն, ժողովուրդ ջան, այսօր մենք ունենք խաղաղություն։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեզ տեսնել։ Ուզում եմ ասել մեծ շնորհակալություն այս ամեն ինչի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես միջև արդյունքներս հուզված եմ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Հայաստանում արտադրվող FPV-ը, մատորները, պրոպելերները, բոլոր ղեկավարման համակարգը։ Այսինքն շարժիստներից սկսած։ Այո։ Էլեկտրոկոմպոնենտներն են, սամուկ սրտի չիպերն են, հեսա կազմակերպենք օգտագործենք հայկական արտադրության։ Ցածած ամբողջը հայկական արտադրության։ Երբ պատրաստ կլինեք, այսինքն պրոտոտիպը ունեք։ Չէ, արտադրություն կա փոքր քանակի հիմա։ Սա մոդիֆիկացիաներն են ռազմական նպատակներով։ Հա, լավ, սրանք գիտեմ, սրանք տեսել եմ։ Սրանք էլ արդյունք օրինակներն են, ֆորմուլատիվ է բեկորային։ Սրանք տեսել եմ։ Հետաքրքրված ենք մեկ իրենց։ Ֆերոն ընկերությունն է սրանք բոլորը արտադրում։ Սա նորություն է այս համար արդեն։ Օպտիկա մանրաթելն էլ պլանավորում ենք շատ շուտով արդեն մեր մոտ կլինի, մոտ ժամանակներս։ Նախկինում ունեցել եք պայմանագիր Երամյա։ Այո, իհարկե։ Հա։ Շատ լավ։ Մենք ԱՏՍ վարչապետներով շատ Երամյա պայմանագիրն է, որ մենք պետական բյուջեից այն որոշակի հասունության հասած նախագծերը ֆինանսավորում ենք, որպեսզի զարգանան։ Ուսում ապրող հայեր, մարդիկ, ովքեր հայրենիք են ժամանել բացառապես ընտրություններին մասնակցելու համար, ովքեր եկել են հատուկ ուղղորդմամբ, կազմակերպչական նախաձեռնություններով, տարբեր խմբավորումներով, խնդրում եմ, գիտակցեք, որ ընտրախցիկի հետևում ձեզ ոչ ոք չի կարող վերահսկել։ Քվեարկեք բացառապես ձեր խղճով, անգամ կարող եք չքվեարկել։ Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է կատարվել քվեախցիկի հետևում։ Ավելին, եթե դուք որևէ կերպ փորձ անեք հանրայնացնելու, ցույց տալու, լուսանկարահանելու ձեր քվեարկությունը,
քրեորեն պատժելի արարք եք իրականացնում, այսինքն դուք կարող եք դրա դիմաց բանտարկվել։ Եվ երկրորդ, խնդրում եմ պարզապես, թողեք մարդիկ, ովքեր առօրյա տարբերակով բախվում են երկրի դժվարություններին, խնդիրներին, ովքեր հարկ են վճարում այստեղ, իրենք, մենք որոշենք, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել։ Անկախ նրանից, թե դուք ում օգտին եք քվեարկում, սա ամենամեծ անարդարությունն է լինելու ձեր հարազատների, ձեր բարեկամների, ձեր ընտանիքի հանդեպ, ովքեր ապրում են հայրենիքում։ Արդյոք իշխանությունը ճիշտ է անում, որ Ռուսաստանից Սամվել Կարապետյանի համար ժամանած ՀՀ քաղաքացիներին ուղարկում է 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ ինչու են քաղաքացիները գալիս Հայաստան։ Որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին։ Իսկ ինչու են ուզում Մոսկվայից գան ու մասնակցեն այս ընտրություններին։ Ուզում են աջակից լինել պարոն Կարապետյանին։ Պարոն Կարապետյանին աջակից լինել։ Այսինքն Ռուսաստանը փորձում է միջամտի մեր ընտրությունների ազատ ելքին եւ մուտքին։ Ռուսաստանը Պուտինը հանձինս իհարկե ճիշտ է անում, ուրիշ ելք չունի։ Ինչ գործ ունի Պուտինը Հայաստանի ընտրությունների հետ։ Ինչ գործ ունի Պուտինը։ Բավական չէ, որ պատերազմը 44 օրյա Իսկանդարը տվել էր կոդը չեր տվել, մենք պարտվեցինք, այդ պարտության մեծ մասը մեր ընդդիմադիրների թույլ տված դավաճանություն էր, մյուս կողմից Թուրքիան եւ ծախու վարձկանները Ռուսաստանի հետ միասին տոնեցին Արցախի անկումը եւ Հայաստանի պարտությունը, որ մենք հիմա 200,000 քառակուսի մետր բոլոր կողմերից ունենք, որ բալես պետականությունը թանկ բան է։ Ես ձեզ ճիշտ եմ ասում, անկեղծ եմ ասում։ Մեր ինքնուրույնությունը ինչու հատկապես այս պահին մենք շատ հուզական վիճակում ենք։ Օրինակ ես ապշում եմ ոնց այդ օրը անցնելու, այդ ինչ գիշերներ են գալու գնան, որ այդ օրը առանց որևէ վատ դեպքերի, որ կարող է եւ տեղի ունենա եւ այդ ընտրությունը մենք մեր պետականությունը ինքնուրույնությունն ենք պաշտպանում։ Մենք ինչ ենք անում Պուտինին։ Օրտվի Խաչատուր Աբովյանն ասել է օրտվի սահաթը, որ ռուսի ոտը մտավ հայոց հողը։ Հիմա անիցիալ լինի այդ ոտը, որ մտնում է հայոց հողը։ Ես այդքան կասեմ։ Արդյոք իշխանությունը ճիշտ է անում, որ Ռուսաստանից Սամվել Կարապետյանի համար ժամանած ՀՀ քաղաքացիներին ուղարկում է 25-օրյա վարժական հավաքներին։ Սամվել Կարապետյանին ճիշտ ասած չեմ ընդունում։ Կարող է դուք իր կողմից եք, բայց ամեն դեպքում դուք շատ սիմպաթիչնի եք, բայց ես իրան չեմ ընդունում։ Ես հայ եմ, ես շատ տարբերակներ ունեցի տարբեր տեղը, բայց ես Հայաստանում եմ։ Եվ ես հայի կողմից եմ, ես իրան չեմ ընդունում։ Իսկ վարժական հավաքների մասին ինչ կասեք։ Վարժական հավաքներից ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց երևի ճիշտ է։ Դի բանակում ծառայեն, թե չէ։ Ես 90-ական թվականներին իմ տղային 2 կրթությունը ուղարկել եմ բանակ։ Հասկանում եք, ես ունեի տարբերակներ ուղարկելու դուրս, բայց ես ասել եմ, ես հայ եմ, իմ երեխեմ պիստեղ ծառայի։ Հենց որ ես դրա կողմնակից եմ։ Շնորհակալ